ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի Հայաստան եւ Ադրբեջան այցը տարածաշրջանի հակաարևմտյան քաղաքականություն ու հայացքներ ունեցող երկրների խոշորացույցի տակ է։ Ինչ պայմանավորվածություններ ձեռք բերեցին ամերիկացիները Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ, որքանով են այդ հանդիպումները բանակցային գործընթացները բխում կամ հակասում օրինակ տարածաշրջանում խոշոր դերակատարում ունեցող Ռուսաստանի կամ Իրանի շահերին։ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցից մի քանի օր հետո հանդիպելով Նիկոլ Փաշինյանի հետ հայտնել է, թե Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչն ըստ դեսպանի նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։ Զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում, եւ մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքով։ Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Փաշինյանն ու Շիրղոլամին քննարկել եւ անդրադարձել են տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման եւ առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, այդ համատեքստում կարևորելով երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։ Եթե Ռուսաստանը տարբեր ձևաչափով ու մակարդակով հայտարարում է, թե հետաքրքրություն ունի մասնակցություն ունենալ տարածաշրջանում իրականացվելիք նախագծերին, այդ թվում Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող թրիփին, ապա Իրանի դեպքում իրավիճակն ավելի բարդ է ու անկանխատեսելի։ Իրանական կողմը բազմիցս է հայտարարել, որ այո, ողջունում է տարածաշրջանային խաղաղության օրակարգը, տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը, սակայն Հայաստանի հարավային հարևանի համար անընդունելի է կարմիր գծերի խախտումը, որը կվնասի Իրանի շահերին։ Որոշ փորձագետների, քաղաքագետների դիտարկմամբ հենց թրիփ նախագիծը կարող է դառնալ կարմիր գիծ Իրանի համար, եթե փորձ արվի կտրել այդ երկրին հյուսիսային ճանապարհից դեպի Վրաստան, Ռուսաստան, Սև ծով։ Դե ֆակտո Սյունիքի թրիփը վերցնել իրենց հսկողությամբ տակ միավորելով Թուրանական աշխարհը եւ ընդդեմ Իրանի Ամերիկա հսկողությամբ։ Ինչ-որ չափով նաեւ Իսրայելն է շարժգործված այդ ճանապարհով։ Երևանն ու Թեհրանը ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ կպատրաստեն։ Նախատեսվում է, որ այն կստորագրվի Փաշինյանի այս տարվա ընթացքում Իրան կատարվելիք այցի ընթացքում։ Կարևորագույն եւս մեկ հարց, որը Իրանին է վերաբերում։ Ինչպես է Հայաստանը կարողանալու իր երկաթուղային ցանցով միանալ իրանականին։ Հնարավոր է այն, թե ոչ։ Այնտեղ պիտի փաստաթղթերը լուրջ ուսումնասիրել, օրինակ այդ հարցը բարձրացնում է ընդդիմությունը, բայց իշխանությունները չեն պատասխանում։ Հայաստանը իրավունք ունենալու է արդյոք Իրանի հետ երկաթգիծ կառուցել մեղրիով, չէ՞ որովհետեւ այսպես թե այնպես դա անցնելու է տրիպով, չէ՞ նույն տարածքով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ակնարկեց, ասել թե ենթադրենք այդ դա լինելու է 500 մետր լայնությամբ, չէ՞, այսինքն մինչև հիմա լայնության մասին խոսք չկար, բայց ինչ որ թիվ ասվեց այնուամենայնիվ։ Արդյոք Հայաստանը իրավունք է ստանալու առանց այդ թրիփի, առանց Միացյալ Նահանգների համաձայնության Իրանի հետ ուղիղ երկաթուղային կապ ստեղծել, երկաթուղի կառուցել։ Այդ հարցերն են շատ կարևոր եւ դրանք են, որ կարող են թույլատրել Հայաստանի դիրքերը։ Ենթադրում եմ, որ ամերիկացիները շատ չտար ժամանակում խնդիր են դրել Իրանի խնդիրը լուծել։ Դա կարելի է ռազմական ճանապարհով թե համաձայնության ձեռքբերման ակնհայտ է, որ շատ կարճ ժամանակում այդ խնդիրը իրենք պետք է լուծեն։ Եվ դրա հետ կապված ասեն, այսպես ենք Իրանի դիրքորոշումը հիմա կանխատեսել։ Ենթադրում եմ, որ այնտեղ անպայման լինելու են փոփոխություններ, այլ տարբերակ ուղղակի չկա։ Այդ թվում նաև իշխանական կառուցված։ Թրիփ նախագիծը դեռ իրավական ուժ չի ստացել, թղթի վրա է, եւ ըստ քաղաքագիտական համայնքի այնպես չէ, որ այն 100% իրականացվելու է։ Մինչև այդ ծրագրի նախագծի իրականացումը կան բազմաթիվ չլուծված խնդիրներ։ Տարածաշրջանում գրեթե բոլոր պետությունները զգայուն են դարձել, իրավիճակն էլ պայթյունավտանգ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։